Բարեցես, Արեմդյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արցախ վերադարձի ուղին, պատասխանատվություն, թադարաններ եւ նոր քայլեր, Արմենակ Աբրահամյան։ Գլուտենը անդեսանելի թելը, որ կմիացնե մարդը նյութին։ Հնակետները 2600 դարվան ուրարտական մթերասենյակ հայտնաբերած են, Աշոտ Հարությունյան։ Ֆրանսա Ադրբեջան ֆուտբոլեն անտին թիվանակիդական լարվածություն։ Ստեփանագերդը ուրվական քաղաք մնե, ինչպես ադրբեջանցի փողոցայինները կձաղրեն հայ ձերունին։ Հայկական պետությունները ժամանակի եւ դարաձության մեջ։ Ցեղասպանության հուշագոտողին փոփոխությամբ մենք ունենանք այլ հուշարձանմը, Անահիտ Թարխանյան։ Մինչ ոմանք կտիդեն եւ գդոնեն Ֆրանսա-Ադրբեջան խաղը, ես կմտածեմ Արցախցի հայրուն մասին։ Վալերի Բուայե։ Այս օրերուն երբ քաղաքական եւ իրավական դաշտերուն մեջ մեծ ուշադրություն կգրավի Արցախի հարցը, Արմենակ Աբրահամյան հարցազրույցին ընթացքին քաղաքապարներ ներկայացուց, որոնք նոր ոգի եւ պատասխանատվություն կներշնչեն ռազմավարական բանջարներու նկատմամբ։ Արցախցիներու վերադարձի իրավունքը։ Արմենակ Աբրահամյանը շեշտեց, որ մեր ժողովուրդը անկախտելի իրավունք ունի վերադառնալ հայրենիք։ Այս իրավունքը ոչ թե ցանկություն մնե, այլ սահմանադրական եւ մարդկային հիմնարար իրավունք։ Ան ընդգծեց, որ այդ ճամփուն վրա պետք է բանջարվի պատասխանատվություն այն պետություններեն, որոնք դիտմամբ կամ գործունեությամբ վնաս հասուցած են մեզ։ Պատասխանատվություն միջազգային հարթակին վրա։ Ըստ Արմենակ Աբրահամյանի, եթե որոշ երկիրներ մինչև այսօր չեն ջանցած իրենց սխալները կամ չեն պատասխանած իրենց գործողություններուն համար, ապա մենք պետք է որդեգրենք պահանջող դիրքորոշում։ Ան մատնանշեց Գերմանիան, Միացյալ Նահանգները եւ այլ պետություններ, որպես հնարավոր դերակատարներ։ Իրավական հաղթանակներ եւ միջազգային դատարաններ։ Արմենակ Աբրահամյանը հիշեցուց, որ միջազգային դատարանները արդեն որոշումներ կայացուցած են մեր օգտին։ Այդ որոշումները պետք է օգտագործվին որպես եզակի գործիքներ մեր իրավունքները պաշտպանելու համար։ Ան գոչ ուղեց ճիշտ ներուժ օգտագործելու, ընդգծելով, որ քաղաքական բանավեճերը պետք է կառուցվին համամարտկային աջակցության եւ իրավագիտության հիման վրա։ Արեմդյան Հայաստանի անցակրային ծրագիրները։ Արմենակ Աբրահամյան անդրադարձավ նաև Արեմդյան Հայաստանի ծրագիրներուն անցակրերու դրամատրման հետ կապված։ Ան բացատրեց, որ այդ նախաձեռնությունը ունի եւ խորհրդանշական եւ գործնական նշանակություն, նպատակ ունենալով ապահովել ճանաչում եւ մասնակցություն։ Ներկայիս տրված են հազարավոր անցակրեր, իսկ բազմաթիվ նոր թիմովներ գրանցված են։ Ծրագիրը պիտի շարունակվի, ընդլայնելով իր ծավալն ու արդյունավետությունը։ Անհրաժեշտ քայլեր եւ մարտավարություն։ Արմենակ Աբրահամյան առանցնացուց երկու հիմնական ուղղություններ՝ քաղաքական գործընթացներ, ելույթներ, հրապարակային նախաձեռնություններ, միջազգային հնչեղության բացացում եւ հանրային իրազեկում։ Իրավական գործընթացներ, գործերու ներկայացում միջազգային գազམ་ագերբություններու եւ թադարաններու, պատասխանատվության պահանջ եւ արդեն կայացած հաղթական որոշումներու օգտագործում։ Եզրափակելով Արմենակ Աբրահամյան ընդգծեց, որ ոչ միայն խոսքը, ոչ այլ փաստաթուղթերը բավարար են։ Անհրաժեշտ է գազམ་ագերբված, հաշվարկված, պատասխանատու եւ համբերատար ընթացքը, որբեսի Արցախի վերադարձի գաղափարը դառնա իրականություն։ Շուրջ 10,000 տարի առաջ առաջին սորենի տեսակները հայտնված են Արեմդյան Հայաստանի մեջ։ Անոնք աստիճանաբար զարգացած են ստեղծելով նոր, գենետիկորեն ավելի բարդ տեսակներ։ Ահա այդ հին սորեններն ծնած է գլուտենը սպիտակուցներու խառնուրդը, որ կգաբե հացը դալով անոր գբչունություն եւ կառուցվածք։ Սակայն արդի գլուտենը այլևս շատ տարբեր է հնագույնեն։ Գիտնականները կնշեն, թե ան բազմիցս գենետիկորեն փոխված է բարձր բերքատվություն ապահովելու նպատակով։ Այդ փոփոխությունները սակայն ազդեցություն ունեցած են նաեւ մարդու օրգանիզմի վրա։ Գլուտենը հաճախ կպատճառի աղիքային փոփոխումներ, ալերգիկ արձագանքներ, կթուլացնի դիմադրողական համագարկը եւ կրնա խաթարել նյարդային հավասարակշռությունը։ Հատկապես վտանգավոր է այն անձերուն համար, որոնք ժառանգական զգայունություն ունին։ Հնագույն սորեններուն, ինչպես սպելդայի կամ էնկրենի մեջ, գլուտենի քանակը շատ ավելի քիչ էր եւ շատ ավելի թյուրին կմարսվեր։ Այսօր սակայն նույնիսկ բնական հացը այլևս նույնը չէ հողերու, սերմերու եւ մշակման եղանակներու փոփոխության պատճառով։ Գլուտենեն հրաժարելը կրնա թեթևցնել օրգանիզմի աշխատանքը, բարձրացնել ներուժը եւ զգայունությունը։ Այս քայլը սահմանափակումը չէ, այլ մարմնի վերականգնման ուղիմը։ Որպես եզրակացություն, գլուտենը չարիք մը չէ, այլ նյութը, որ արդի աշխարհի մեջ դարձած է չափազանց ծանր մարդու օրգանիզմին համար։ Գիտակցված սննդակարգը կնպաստի վերականգնել բնական հավասարակշռությունը եւ ազատիլ ավելորդ կախվածությունները։ Արեմդյան Հայաստանի Վանի շրջանի Կևելնե ամրոցին մեջ հնակետները հայտնաբերած են շուրջ 2600 դարվան մթերասենյակը, որ կպատկանի Ուրարտու թագավորության ժամանակաշրջանին։ Բեղումներու ընթացքին գտնված են 76 մեծ կավե գուժեր, որոնց վրա սեփակիր նշանները անոնց պարունակության տեսակը եւ քանակը կցուցադրեն։
Այս նշանակալից հայտնագործությունը կվկայե Ուրարտուի հայ ժողովրդի հնագույն պետականության, գազմագերբված տնտեսության եւ բարձր կառավարման մագարտակին մասին։ Քևենլեն կծառայե որպես նոր ապացույցը, որ հայկական լեռնաշխարհը եղած է հնագույն քաղաքակրթության փնորաններեն մեկը։ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջև դեղի ունենալիք ֆուտբոլային հանդիպումը 2026-ի աշխարհի առաջնության ընտրական հանգրվանին մեջ միայն մարզական մրցակցություն չէ։ Խաղը, որ տեղի պիտի ունենա Փարիզի մեջ, միաժամանակ արտացոլ է խորացող դիվանագիտական հագամարտությունը Փարիզի եւ Բաքվի միջև։ Վերջին տարիներում Ֆրանսա-Ադրբեջան հարաբերությունները զգալիորեն սրած են, հատկապես 2020-ի Արցախյան պատերազմի եւ անոր հաջորդած քաղաքական գործընթացներու պատճառով։ Ֆրանսան Հայաստանին սատարելով եւ ստորագրելով ռազմական համագործակցության համաձայնագիր, Բաքվի գոմե ընկալված է որպես հագարագործ։ Այդ պահեն ի վեր երկու երկրներու միջև սկսած է դեղեկատվական եւ դիվանագիտական փախում։ Ֆրանսիական աղբյուրներու համաձայն 2023-ին Ադրբեջանը սկսած է շարք մը ապատեղեկատվական արշավներ նպատակ ունենալով վնասել Ֆրանսիայի միջազգային վարկանիշը։ Այդ գործողությունները դիտված են որպես միջամտություն եւ ապագայունացման փորձ։ Միաժամանակ Բաքուն կփորձի աշխարհին ներկայացնել իր բարեփոխվող գերբարը, զարգացնելով ֆուտբոլային ենթակառուցվածքները եւ համագործակցելով FIFA-ի հետ։ Սակայն Փարիզի մեջ վստահ են, որ այս քայլերը եւս մաս կգազմեն քաղաքականության ասացության։ Այսպիսով, թեև խաղաթաշտին մեջ պիտի բայկարին ֆուտբոլիստները, հանդիպման իսկական փոխանցագությունը դուրս է սպորտային սահմաններեն։ Այն դարձած է երկու երկրներու քաղաքական եւ դեղեկատվական թիմակայության խորհրդանիշ կամ նախկին գաբերը վերականգնելու միջոց։ Ադրբեջանը կշարունակե Ստեփանագերդի հայաթափումն ու արտաքին գերբարի փոփոխությունը։ Կքանթվին հին շենքերը, իսկ անոնց տեղը կգառուցվին մեծ եւ անճաշակ նորակառույցներ Խանկենտի անվան տակ։ Արցախի մայրաքաղաքը վերածված է ուրվական քաղաքի։ Փողոցները դադարգեն, բնակեցում գրեթե չկա։ Փաստացի ներկայիս այնտեղ կբնակին միայն քանի 100 ադրբեջանցի շինարարներ եւ զինվորականներ։ Ադրբեջանական գայքերը կդարածեն տեսանյութեր, ուր կտեսնվի հայկական քաղաքը խեղաթյուրված եւ բռնությամբ ադրբեջանացված։ Թուրք արվեստագետի նոր ստեղծագործությունը Գացին միացուցած է հիշողության երկուքից՝ Վանեն հայ Գրիգոր Գաչպերունու հին մեղեթին եւ Աբարանի ցավալի բաթմուտենեն ծնած անսպասելի բարը։ Այս ստեղծագործությունը դարբեր ժամանակներու եւ մարդկային ճակատագրերու բաթմություններ համադրելով արվեստը կվերածե հուշի եւ թիմադրության լեզվի։ Գենյուլ Թաշը իր երկին մեջ կորզածած է Գաչպերունու հնչեցուցած մեղեթին, որ 1986-ին Բոստոն քաղաքին մեջ ցայնակրած էր Պետրոս Ալահայթոյանը։ Այդ մեղեթին սուլոցով ու հարաճանքով փոխանցված է Վանի հողերեն, հասած է մեր օրեր որպես ամբար վկայություն հայ ժողովրդի հիշողության։ Գացինը ոչ միայն երաժշտական ստեղծագործություն մնե, այլ նաև խորքային ուղերձ։ Արվեստը գրնա վերացնել սահմանները, միացնելով անցյալն ու ներկան եւ դառնալ գամուրջը հիշողության եւ քոյադևման միջև։ Հոկտեմբեր 9-ին Արթուր Թարխանյան գետրոնին մեջ կայացավ ասուլիսմը նվիրված ցեղասպանության հուշագոտողի վերանորոգման աշխատանքներուն առաջացուցած հարցերուն։ Ասուլիսին զեկույցով հանդես եկավ գետրոնի հիմնադիր դնորեն Անահիտ Թարխանյան, որը մանրամասնեց ընթացիկ աշխատանքներուն մասին։ Ասուլիսին ներկա էր նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետութենեն ներկայացուցիչը։ Ասուլիսի ընթացքին շարք մասնակիցներ իրենց կարծիքները արտահայտեցին հուշագոտողին արտաքին փոփոխություններուն վերաբերյալ։ Տիգին Թարխանյան մանրամասն բացատրեց, թե ինչ վտանգներ կբարունագեն կատարվող սխալ աշխատանքները, որոնք կրնան խեղաթյուրել հուշարձանի հեղինակի հիմնական եւ սկզբնական գաղափարը։ Մենք հետևողական պիտի ըլլանք եւ բահանջենք, որ նախագիծերը մեզի հետ համաձայնեցվին եւ գարկի բերվին ըստ միջազգային փորձին, որբեսի աշխատանքները ճիշտ ուղղին կանթումեն մինչեւ վերանորոգում, ըսավ Տիգին Թարխանյան։ Ասուլիսի ընթացքին հնչեցին նաև հարց ու պատասխաններ հուշագոտողին հետագա ճակատագրին եւ աշխատանքներու զարգացման վերաբերյալ։ Մինչ ոմանք կդիտեն եւ կտոնեն Ֆրանսա-Ադրբեջան խաղը, ես կմտածեմ Արցախի հայերուն մասին, աքսորված, հալածված, իրենց հողեն վտարված։ Անհնար է դոնել, երբ բարեկամ ժողովրդի դարաբանկը անտեսված կմնա, գրած է ֆրանսացի սենատոր Վալերի Բուայեն։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։